Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն է, ողջույն պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ ԿՊ-ն ողջավորությամբ թե զգուշավորությամբ ընդունեցին խորհրդանական ընտրությունների արդյունքները, այո, մեծամասնություն դառնում եք, բայց սահմանադրական մեծամասնություն չեք դառնում, եւ եթե ԲՀԿ-ն անցնի, գիտենք, որ այս պայն դա է որոշվելու, որոշակի ԿՊ-ն էլի կորուստ է ունենում մանդատների։ Ցանկացած հաղթանակ բնականաբար ողջավորություն է պատճառում եւ դա մեզ համար միանշանակ հաղթանակ է եւ դա մեր հաղթանակը չի։ Դա Հայաստանի Հանրապետության արժանապատիվ, իրավատեր, պետականատեր ու պետականակենտրոն քաղաքացու հաղթանակն է։ Ես արդյոք օգտվելով նախ եւ առաջ ցանկանում շնորհակալություն հայտնել մեր ավելի քան 727,000 այն քաղաքացիներից, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին մեր կուսակցությանը, վարչապետ Փաշինյանին եւ մեր թիմին։ Նաև շնորհակալ եմ շուրջ 1.5 միլիոն այն քաղաքացիներին, ովքեր որ առհասարակ մասնակցեցին ընտրություններին եւ բարձր քաղաքացիա իրավական գիտակցություն դրսեւորեցին ու առհասարակ ես նաև չեմ տարբերակում արդեն թեպետ պաշտոնական տվյալները, պաշտոնական արդյունքները դեռևս կհրապարակվեն մի քանի օրից, ամսի 14-ին, բայց արդեն նախնական արդյունքներով որպես նաև ապագա կառավարող թիմի ներկայացուցիչ ես չեմ տարբերակում ու չեմ տարբերակել առհասարակ մեր ընտրողին մեզ չընտրողից։ Ես շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որ ուղիղ իրենց քվեով մասնակցություն ունենում տեղական ինքնակառավարման եւ պետական կառավար մարմինների ժողովրդավար գործակազմերով ձևավորմանը, դա շատ կարեւոր է ինձ համար, թեպետ այս ընտրությունները մենք նաեւ բախվեցինք երևույթների, որոնք որ ես անձամբ համարում եի, որ կարծես թե անդառնալիորեն արդեն մերժված էր մեր հանրության կողմից։ Բայց կնեք, պարոն Պետրոսյան, ձեր առավելագույն սպասելիքը չարդարացավ։ Այո, մենք գնում ենք սահմանադրական մեծամասնություն վերցնելու։ Այս պահին ունենք որակյալ մեծամասնություն, այսինքն 3/5-րդի ցենզը հաղթահարել ենք, թեպետ այն կախված է, այո, Վարգավաճ Հայաստան կուսակցության այս վերահաշվարկի արդյունքներով, այս պահին, բառացիորեն այս պահին կենտրոնական ընտրական հանձնաժողովում արդեն ուղիղ եթերում նիստ է գումարված եւ նախնական տվյալներ կունենանք նաեւ վերահաշվարկի արդյունքներից։ Եթե չեմ սխալվում, այսօր է չէ վերջնաժամկետը վերահաշվարկի արդյունքները։ Այո, հունիսին 9-ին, ես այդպես գիտեմ։ Տեսեք, ներողություն, բայց ամեն դեպքում, եթե նույնիսկ հիասթափություն որոշակի չկա, որակյալ մեծամասնություն եթե չենք էլ ունենա, ունենք պարզ մեծամասնություն, ձևավորելու ենք միանձնյա իշխանություն, վարչապետի կարգավիճակը բնականաբար ստանձնելի է գործող վարչապետը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ արդեն այդ իրավիճակից կախված հետագա քաղաքական գործունեության, այդ թվում նաեւ ինստիտուցիոնալ սահմանադրական մարմինների ղեկավարների ինքնավար կառույցների պետական կառավարման համակարգի մաս կազմող մարմինների ղեկավարների ընտրությունների ժամանակ իրավիճակային կհասկանանք, բայց կարեւոր է որ ինձ համար այն քաղաքական առաջնահերթությունները, այդ թվում նաեւ արտաքին քաղաքական բալանսավորված քաղաքականության իրացումը եւ առանձնահատուկ ուզում եմ շեշտել խաղաղության օրակարգի առաջմղումը իրական Հայաստան կառուցելու եւ իրական Հայաստանում խաղաղ, ստեղծարար, բարեկեցիկ սոցիալական, մշակութային, կրթական կյանք ունենալու Հայաստանի Հանրապետության իրավատեր ու արժանապատիվ քաղաքացու իրավունքը մենք այս քվեով անշեղորեն իրացնելու ենք։ Պարոն Պետրոսյան, ինչպես ընդդիմություններ նշաձողը բավականին բարձրացնում, ասելով հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյան եւ Գյումրի 2 եւ այլն, այնպես էլ դուք նշելով, որ սահմանադրական մեծամասնություն եթե չունենանք, վարչապետներ այդ մետրոյի դեպքի օրը ուղիղ եթերում ասում, սեպտեմբերին պատերազմ է լինելու, սպասենք պատերազմի ստացվում է։ Սահմանադրական մեծամասնություն չունենալու մասով ճիշտ ասած այդ հայտարարությունը այդպես էր ասում։ Այդպես էր։ Ես այսօր նորից ստուգել եմ, այո։ Ես մի բան գիտեմ։ Վարչապետի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, մեր արտաքին քաղաքական այդ թվում գերատեսչության բուն ներգործությամբ եւ արտաքին աշխարհից այդ թվում մասնավորապես աշխարհաքաղաքական առանցքներից արդեն իսկ ստացված շնորհավորանքները Եվրամիության ու եվրոպական առաջադեմ երկրների լիդերների կողմից ստացված հեռախոսազանգերը ինձ հուշում է մի բան, որ խաղաղության այն ստացված երաշխիքները, որը մինչև ընտրության նախորեն մենք ունեինք եւ նախաստորագրվեց անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, դրանք կենսունակ են, դրանք ակտուալ են եւ այդ գործիքակազմերը լիարժեքորեն
ծառայելու են նպատակին, այլ կանխատեսումներ ես անձամբ բնականաբար չեմ կարող անել։ Տեսեք, ինչու իսկ հրաժարվել եք օրինակ սահմանադրություն փոխելու մտքից, ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև Սահմանադրական մեծամասնությունն ամեն դեպքում պիտի ունենայք խորհրդանում, որ նախագիծը հանրաքվեի համար քվեարկվեր եւ դրվեր հանրաքվեի, կամ էլ ինչքան գիտեմ 300,000 ստորագրության հետևից դուք պետք է գնաք, որ նույն process-ը արվի, նախագիծը դրվի քվեարկության, գնալու եք այդ 300,000 ստորագրության հետևից։ Ինչ է լինելու սահմանադրության հանրաքվեի։ Սահմանադրական բարեփոխումների օրակարգը բնականաբար ակտուալ է այս պահին։ Քանի դեռ պաշտոնական տվյալները հրապարակված չեն եւ ազգային ժողովի կազմը, կառուցվածքը, նաև քաղաքական ճարտարապետությունը դեռ վերջնական հստակ չէ, փոքր ժվաղ եմ համարում այդ մասին խոսելու կամ կանխատեսումներ անելու, բայց նաև մյուս կողմից ես լիահույս եմ եւ վստահ եմ, որ բոլոր 3 ընդդիմադիր ֆրակցիաները, եթե Բարգավաճ Հայաստանը կանցնի իհարկե նվազագույն շեմը վերահաշվարկի արդյունքում, այդ կուսակցությունների կազմերում կլիներ ողջամիտ Հայաստանակենտրոն արժանապատիվ անձինք, ում հետ որ գուցե աշխատենք եւ իրենք նաեւ այդ գործընթացի մասը կազմեն, ինչու ոչ։ Թեպետ իրենք կուսակցականացման բերումով երրագլուխ պատերազմի կուսակցության մաս են կազմել, բայց մաքուր հետագծի քաղաքական արժանապատիվ կենսագրության եւ առաջնահերթ անձնական ու իրենց կուսակցությունը ներկայացնող կլանային շահերը ես վստահ եմ կլինեն անհատներ, ովքեր որ ցածր կդասեն պետական, ազգային ու հանրության շահերից։ Հիմա ընդդիմությունը գուցե սենսացիոն թվա իմ հայտարարությունը։ Հա, ընդդիմությունը ես այդպեսի անձին գիտեմ, բայց իմիջիալից։ Անձամբ ճանաչում եմ քանիսին։ Ընդդիմությունը հիմա իր ցուցակները ձեռը կառնի եւ կզտի, ովքեր անցնելու են ԿՊ-ի կողմը, նրանց մանդատ ստանալ թույլ չտալու համար։ Բայց որտեղից այդ Սադրեցիք ներքին խժդժություններ ընդդիմության ճամբարում։ Բայց ընդդիմությունը ինչպես կարող է կռահել կամ կանխատեսել, թե ով ինչ վարկ կունենա Հայաստանի համար ճակատագրական այդ շրջափուլերում։ Դե պետք է հասկանան, ինչ պոչեր կան։ Հասկանան։ Կան փաստորեն ամեն դեպքում գործիչներ, վստահեցնում եմ ձեզ որ կան։ Լավ, ես ինքս ճանաչում եմ, հարգել րոպե։ Լավ, հիմա ընդդիմությունը կփնտրի ձեր ծանոթների շարքերում։ Նարեկ Կարապետյանը խոսեց, մի տարբերակն է ասում, որ սպասում ենք ԲՀԿ-ն կանցնի, թե չէ, եթե անցնի, դա լավ է, որովհետև դուք կունենաք խնդիր դատավորներ, դատախազ, մի նշանակելու հարցում, եւ երկրորդը, եթե այս կազմն է լինում խորհրդանում, ընդամենը 8 մանդատ է ԿՊ-ն ավելի ունենում, իսկ դա ավելի է հեշտացնում ընդդիմության գործը հավանական փողոցային պայքարի դեպքում իշխանափոխություն պարտադրելու վարչապետի հրաժարականին հասնելու։ Ես կարճ նկարագրեցի, այսինքն այսպիսի մտորումներ կան, որն է ձեր մեկնաբանությունը այս հարցի շուրջ։ Այդ մեկնաբանության մասով իմ գնահատականը գուցե փոքր-ինչ տարբերի առհասարակ ընդունված կամ մինչև լսելի դարձած գնահատականներից։ Տեսեք, իշխանության բացարձակ կրողը ժողովուրդն է։ Իշխանության առանցքը ժողովուրդն է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Մեր բոլոր 727,000 ձայները մենք վաստակել ենք բացառապես քաղաքական, գաղափարական, սկզբունքային դիրքորոշում ունեցող քաղաքացիների քվեով։ Անդիմադիր ճամբարում, եթե ոչ հարյուրավոր, առնվազն տասնյակ լուսաբանված, փաստագրված եւ ապացուցված ուրեմն ռեպորտաժներ եւ հանրային լրատվամիջոցներում տեղ գտած այդ փաստեր մենք տեսանք, ականատես եղանք, որ ուղղակիորեն քվեի վրա ներազդել են նյութական կամ մտածածին խոստումներով կամ առարկական խոստումներով, բայց դա չի եղել տվյալ քաղաքացիների դեպքում, բոլոր 3 հնարավոր նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության անցնելու դեպքում կուսակցությունների պարագայում կան տասնյակ ընտրակաշառքի խոստումների կամ առարկական տրման դեպքեր, որոնցով հիմա տասնյակ քրեական վարույթներ են նախաձեռնված եւ մի քանի 100 քաղաքացիներ նույնիսկ կալանավորված են։ Գնայք պարոն Պետրոսյան։ Ներողություն, կարևոր միտք եմ ուզում այստեղ նաև արձանագրենք ձեր եթերում, որ թեպետ 8 մանդատի հնարավոր տարբերություն կլինի, բայց բովանդակային առումով պետական կառավարման, այդ թվում նաև պետական ու ազգային անվտանգային հարցերում
բեկումնային շրջափուլերի պարագայում ես վստահ եմ, որ ընդդիմադիր 2-ից 3 ուժերին անցոք շեմը հաղթահարող քվետ տված քաղաքացիների առնվազն գոնե 1/3-ը, եթե ոչ կեսը, դարձյալ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողքին եւ վարչապետ Փաշինյանի կողքին են լինելու, որովհետեւ նրանք չեն ընտրել իրենց խղճի մտոք, ընտրել են որոշակի ներգործության արդյունքում, որը ցավ եմ արձանագրում, որովհետեւ որքանով որ վերջին տարիներին, մասնապես 21 թվականի համապետական ընտրություններից հետո ես լիահույս էի, որ այլևս ընտրակաշարքի եւ գումարով կամ պաշտոնի ու այլ խթանիչ, այսպես ասած, խոստումներով ընտրությունները անցյալում են, ցավով պիտի նշենք, որ մեր հանրության մի որոշակի շերտ դեռևս տուրք է տալիս այդ գործիքակազմերին եւ դարձյալ ցավով նշեմ, որ մեր պետությունը, մեր պետական ինստիտուտները, ուժայինները որքանով որ վերականգնել իրենց դիմակայունությունը, կենսունակ են եւ օպերատիվ հետախուզական այս հսկայածավալ աշխատանքներով այդքան բացահայտումներ են արել, բայց նաեւ որոշակի շերտ մնացել է դեռ չբացահայտված։ Այո, ես վստահ եմ, որովհետեւ այն պատկերը, որ մենք ունեցանք որոշ ուժերի իրենց գաղափարական սնանկության, իրենց քաղաքական հետագծի անփառունակ պատկերը համադրելով այսօրվա ստացած քվեների հետ անհասկանալի է։ Միակ մեկնաբանությունն այն է, որ կա որոշակի ընտրազանգված, որը ամեն դեպքում այսքան հսկայածավալ աշխատանքից հետո դարձյալ դուրս է մնացել տեսադաշտից եւ գնացել է ընտրակաշարքով ընտրելու։ Պարոն Պետրոսյան, ԿՊ-ն 21-ի համեմատ 38399 ձայն ավելի է հավաքել, 727827 ձայն, 688761 էր այն ժամանակ, բայց նաև ազգային ժողով անցած ընդդիմությունների ձայները ավելացել 21-ին օրինակ արժե անցած երկու ուժեր, Հայաստան եւ պատիվ ունեմ դաշինքները միասին 336000 ձայն են հավաքել, հունիսի 7-ին Ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը 485000, այսինքն մոտ 149000 ձայնով ավելացել է ընդդիմության ձայները երկու անցած ուժի, դեռ ԲՀԿ-ին ոչ 21-ի պարագայում, ոչ 26-ի պարագայում չենք ավելացնում, այն ժամանակ էլ չանցավ, էլի շատ քիչ էր մնում։ Չի նշանակում, որ ձեր քաղաքականությունը ակտիվացրել է ամեն դեպքում ընդդիմադիր ընտրազանգվածին։ Ես չեմ բացառում։ Կոնսոլիդացիա է տեղի ունեցել միգուցե։ Ես բնականաբար հարգանք եմ տածում բոլոր այն ընդդիմադիր ուժերին իրենց քվեն տված քաղաքացիների նկատմամբ, ովքեր որ այդ քվեն տվել են սկզբունքներից եւ ծրագրերից եւ քաղաքական առհասարակ այլ գործիքակազմերից ելնելով ոչ ընտրակաշարքի կամ այլ խրախուսման ներգործությունների արդյունքում են տվել։ Մարդը եթե սկզբունքային դիրքորոշում է հայտնել եւ իր քվեն տվել է ընդդիմադիր ուժի, ես հարգանքով եմ վերաբերվում տվել քաղաքացուն եւ նաեւ հարգանքով եմ վերաբերվում իր կառուցողական, քննադատական, ուրեմն խոսքին եւ նաեւ դրանից դասեր եմ քաղում, նաեւ ելովի անձնական քաղաքական գործունեության, նաեւ այսպես ասած փորձից, կենսափորձից։ Բայց դարձյալ ինչ որ ինքնակննադատական հայացք նետում եք, չէ՞ որ 140 Իհարկե նետում ենք։ Այնպես չէ որ ԿՊ-ն սուրբ է եւ մեր բոլոր գործընկերները իրենց գործունեության ընթացքում լիովին արդարացրել են մեր ժողովրդի, մեր քաղաքացիների սպասումները։ Այնպես չէ որ մեր թիմի որոշ գործիչներ, ովքեր որ շատ ավելի ազդեցիկ կարգավիճակ են ստանձնել պետական կառավարման համակարգում, լիարժեքորեն իրացրել են այդ լիազորությունները ամբողջ գործիքակազմերով ու պոտենցիալով եւ արդարացրել են մեր քաղաքացիների սպասումները։ Բնականաբար ես շատ հեռու եմ այդ մտքից, մենք էլ ունենք բնականաբար մեր թույլ կողմերը, մենք էլ նաեւ ունենք փորձի պակաս, գիտելիքի պակաս, բայց մյուս կողմից էլ 8 տարվա պետական կառավարման համակարգում տարբեր մարմիններում թրծված այդ վրա ճգնաժամային կառավարում մի քանի փուլեր պատվով հաղթահարած մեր թիմը այսօր ամենաուժեղն ու կենսունակն է, ով կարող է վերջնականորեն ամրագրելու խաղաղության օրակարգը մեր երկրում եւ մեր տարածաշրջանում առհասարակ եւ վերադառնալով նախորդի հնչեցված մտքին մենք ինքներս էլ պիտի դասեր քաղենք, որն են այն բացթողումներն ու թերացումները, որոնք որ մղել են արժանապատիվ քվեարկողներին իրենց ձայնը մեզ չտալու եւ որն է այն մոտիվացիան, որ տվել են կոնկրետ ընդդիմադիր ուժը, այդ թվում նաեւ շեմը չհաղթարած ուժերը նաեւ մենք բնականաբար վերլուծելու ենք այդ ամեն ինչը։ Մենք մեր մտակենտրոնում այդ բոլոր մտագրողները անելու ենք անշուշտ եւ մենք
կուսակցական բոլոր մարմիններում, ինչը նաև պատվով եմ հիմա արձանագրում, որովհետև ես վստահ եմ, որ կարծես թե հայ իրականության մեջ այսօր մենակ մեր կուսակցությունն ունի այդպիսի ժողովրդավար գործիքակազմեր, մենք բոլոր քաղաքական իրողությունները մանրազնին քննարկման ենք դնում, բոլորի կարծիքը լսում ենք, բոլոր դեմ եւ կողմ կարծիքները վերլուծում ենք, որպեսզի դրա հիման վրա արդեն մենք մեր ընդհանուր քաղաքական գաղափարական ուղեգծի մեջ որոշակի խմբագրումներ անենք եւ այդ ազդակները քաղաքացիներից, ապա մեր կուսակցական ակտիվից, այդ թվում նաեւ տարածքային մարմիններից եկող ազդակները վերջում դառնա քաղաքական պրոդուկտ, որը կստանձնի կուսակցության գործադիր ղեկավարումն իրականացնող վարչությունը եւ կյանքի կոչի իր առաջիկա նվազագույնս 2.5 տարվա մանդատի շրջանակներում։ Տեսեք, ընդդիմադիր որպես կուսակցության վարչություն եւ 5 տարվա պետական իշխանություն կրելու ժամկետներում։ Պարոն Պետրոսյան, ընդդիմադիր շրջանակները, հատկապես ընտրողները ընդդիմության նրանց կոչ են անում մանդատները չվերցնել, որպեսզի բոյկոտվի ազգային ժողովի աշխատանքը, ԿՊ-ն հայտնվի ճգնաժամում, այդ ձեր ասած մարդիկ, ովքեր պետք է ԿՊ-ի հետ աշխատեն, չգնան խորհրդարան եւ ԿՊ-ն 3-5-րդ անգամ ձայներով չկարողանա որոշումներ կայացնել, Ռոբերտ Քոչարյանի ուժը ոնց որ թե վիճարկելու է համանդրական դատանում, Սամվել Կարապետյանի մասով արդեն ասեցի, խայտարակություն էր որակում ընտրությունների արդյունքները եւ այլն։ Այ ունեք արդյոք մտահոգություն, որ այս ընտրությունները այո կայացան, անգամ ԱՊՀ դիտորդները լավ են գնահատել, երկրներ, որտեղ խայտարակ վիճակում են ընտրությունների վիճակը, բայց ամեն դեպքում լավ են գնահատել, այժմ կապա լեգիտիմանա եւ ձեր իշխանությունը կլինի կաղ բադիկի կարգավիճակում։ Տեսեք, իմ ինքնավստահությունը որտեղից է գալիս։ Ես վստահեցրեցի ձեզ, որ մեր բոլոր ավելի քան 727,000 քվեները գիտակցված եւ սկզբունքորեն հիմնավորված եւ կողմնորոշված քաղաքացու դիրքորոշում է։ Եկել վերցրել են ԿՊ-ի թերթիկը գցել են այո, գիտակցված վերցրել, որովհետեւ ուրիշ խթանիչ, ուրիշ ներգործության որևէ գործիքակազմ ես բացառում մեր կուսակցության ու Վարշավետ Փաշինյանի կառավարման պարագայում։ Եվ ցանկացած քաղաքական իրավիճակի հանգուցալուծողն է ժողովուրդը, եւ մեր բոլոր 727,000 քաղաքացիները քաղաքական ցանկացած ներքաղաքական ճգնաժամի դեպքում կանգնած են վարչապետի եւ մեր քաղաքական թիմի կողքին միանշանակ, բայց թե մի քանի 100,000 քաղաքացիներ, որոնց զգալի մասը իմ գնահատման գուցե 25%-ը, գուցե 1/3-ը, որոնք որ ինչ ներգործության արդյունքում եւ բնավ ոչ իրենց ներքին համոզմունքով են ընտրություն կատարել, քաղաքական նմանատիպ խաչմերուկներում բնավ չեն կանգնելու այդ ուժերի կողքին։ Եվ դարձյալ ցանկացած հանգուցալուծման գնալու է ժողովրդի կամքը, ժողովրդի վճռականությունը։ Իսկ այդ կամքի կրողն ու վճռականության կրող այս պայն առնվազն 49.9%-ով քաղաքացիական պայմանագիրն է այս պայն։ Բայց առանց ընդդիմություն խորհրդանում աշխատելը բնավ ավելի առանց ընդդիմության խորհրդականը ձեր ասած կաղբատիկի իշխանության, այսպես ասած, սինդրոմ կունենա բնականաբար, բայց ես չեմ կարծում, որ այդպիսի զարգացում կլինի։ Ես այդ մասով կարող եմ ասել, որ դուք շատ հորրետես եք եւ դուք չեք ճանաչում մեր ընդդիմությանը, ցավոք սրտի նաեւ նախորդ գումարման, 8-րդ գումարման ազգային ժողովում իրենց նաեւ վարքից ելնելով ես այսօր ձեր եթերից վստահություն եմ հայտնում, որ իրենք վերցնեն մանդատները եւ գալու են այո աշխատելու խորհրդանում, որովհետեւ որևէ նախադրյալ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ հասունացնելու այսօր գոյություն չունի։ Ես բացառում, որովհետև չի կեղծվել գեթ 1 քվ։ Վերաշվարկի արդյունքում այն մի քանի տասնյակ կամ 100-ից ավել քվեները, որոնք որ այս պահին, որոնց մասին Բարգավաճ Հայաստանը հայտարարում էր, թեպետ պաշտոնապես դեռ դրա արձանագրմանը ես ականատես չեմ եղել, դրանք տեխնիկական արդյունքի, տեխնիկական սխալի մարդկային գործոնի սպրդում էր, որի մասին նաև մեր Վահագն Ալեքսանյանը խոսեց, մեր մասով էլ մի քանի 100 ձայն ավելացել են։ Բնավ մենք չենք ասում, որ այդ ձայները գողացել էին ընդդիմադիրները, ոչ, տեխնիկական սխալ էր, որը շտկվել է եւ խոսքը մի քանի տասնյակ հազար քաղաքացիների մասին է, ովքեր տարբեր կուսակցությունների քվոտաներով հանձնաժողովականներ են, վստահված անձինք են, դիտորդներ են եւ տեխնիկական աշխատողներ են, որոնք որ ներածում են այդ ամբողջ տվյալները թվային միջավայր։ Եվ այդ մարդկային սխալի արդյունքով գուցե մի ամբողջ ազգային ժողովի ճարտարապետությունը փոխվելու 5 մանդատի տարբերությամբ եւ մենք հնարավոր է չունենանք, հնարավոր է նաև որակյալ մեծամասնություն 3/5 ազգային ժողովում, որը հետագա մեր քաղաքական գործունեությունը որոշակիորեն կդժվարացնի իհարկե, բայց չկա գեթ մի քվ, որը կեղծվել է, որը կմղի քաղաքացուն
իր անվստահությունը հայտնելու օրվա իշխանություններին կամ ձևավորած ազգային ժողովի լեգիտիմությունը կասկածի տակ առնելու։ Այդ մասով ես լիարժեքորեն վստահ եմ, որ մանդատները վերցնում եւ գալու խորհրդան աշխատելու։ കാരണം ինքը Նարեկ Կարապետյանն ասում որ նաեւ դատախազի ընտրության ժամանակ խնդիրներ կստեղծեն։ Քաբլից եկեք խնդիրը ստեղծեք, մենք էլ խնդիրը կհաղթահարենք։ Հա, ես անկեղծ ասած իմ այսպես Եվ ներողություն եմ հայտնում, բայց շատ կարևոր է նաեւ այս միտքը հնչեցնել այս համատեքստում մանդատները չվերցնելը կլինի իրենց կողմից անհարգալից վերաբերմունք իրենց ընտրողին։ Իրենց ընտրողը իրենց մանդատա տվել, որ եթե մեծամասնություն կազմեն, եթե ստանձնեն իշխանություն, եթե փոքրամասնություն կազմեն, ստանձնեն ընդդիմադիր պայքարի այդ ձևաչափը եւ գնան իրենց իրավունքները, իրենց քաղաքական տեսակետ, իրենց օրակարգը առաջ մղելու։ Ցանկացած բոյկոտ դա անհարգալից վերաբերմունք է քաղաքացու եւ իրենց ընտրողի նկատմամբ։ Ամեն դեպքում նրանք նշաձողը շատ բարձր են վերցրել եւ օրինակ նույն ուժեղ Հայաստանից այստեղ մարտիկ եղել են, հարցրել եմ դուք պատրաստ եք ընդդիմություն որպես աշխատել թե ոչ, այդ հարցին ընդհանրապես հրաժարվել են պատասխանել, ասելով հաջորդ վարչապետ Իսկ մենք պատրաստ ենք եւ այլն։ Մենք ընդդիմություն աշխատել ենք եւ պատրաստ ենք այն պահին, երբ քաղաքացին կորոշի, որ մենք պետք է լինենք ընդդիմություն, մենք կլինենք ընդդիմություն։ Այդ մասին նաեւ Ալեն Սիմոնյանն է մեր ընկեր հայտարարել։ Տեսեք, լրտեսական եռագլուխ կուսակցություն եք որակում այս ուժերին, պարոն Պետրոսյան, վարչապետը ասում էր ժողովուրդը հստակ կամք արտահայտեց առայն, որ պատերազմի եռագլուխ կուսակցություն նրան ուղեկցող քրեա օլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի Հայաստանից, բայց ես ոնց հասկանում եմ, սա զուտ քաղաքական հայտարարություն էլ մնալու է եւ նրանք ոչ միայն չեն գլխատվելու, այլև շատ մեծ հաճույքով իրար հետ աշխատելու եք խորհրդանում, այդ չեք մոլորեցնում ընտրողներին անընդհատ խոստանալով ինչ որ գլուխներ թռցնել 21-ի այն պողպատի մանդատը բոլորս հիշում ենք, կարմիր լենտը վրան կապած, բայց ձեր կողմից բնորոշված քրեա օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները 5 տարի շատ հանգիստ ողջ մնացին, անցան խորհրդարան եւ այլն, միգուցե պետք է ընտրողի հետ անկեղծ լինել, ասել չէ, մենք նրանց որպես քաղաքական գործիչներ ճանաչում ենք, սիրելի ժողովուրդ, ուղղակի սա այսպես քաղաքական փոխհրաձգության ժանրից է այս խոսույթը։ Տեսեք, ես այդ հարցը ճիշտն ասած ինչ չէ որ պիտի տայեք, որովհետեւ ինքներդ շատ լավ գիտեք, որ դեռևս 18 թվական երբ Կոտայքի մարզպետ եմ նշանակվել հունիսի 1-ին, իմ առաջնահերթ խնդիրը եղել է Կոտայքը ազատելու քրեա օլիգարխիայի ճիրաններից եւ այդ բդեշխական ու ֆեոդալական կարգերի մեկանիզմը վարչությունից եք դրա համար եմ ձեզ հարցնում։ Ես հասկանում եմ որ տարբեր տեսակետներ կարող են լինել։ Եթե ինձ մնար, այս ասածս դա է, եթե ինձ մնար այդ քրեա օլիգարխիան վաղուց արդեն կենսունակ չէ լինի, որ մի հատ էլ հայտ ներկայացնի, մի հատ էլ բառապաշարը հասցնի առյուծների օրակարգի, դա միանշանակորեն անընդունելի աններելի ձևակերպումներ ու գործելավոճ է ու առհասարակ այդ ուժային կենտրոնների կաշկանդում ձեր ուժին իմ լիազորությունները անձամբ։ Չէ, ձեզ չեմ ասում։ Մեր ուժին ոչինչ չի կաշկանդում, քաղաքացու տված քվեն մենք իրացնելու ենք ամբողջ ուժով եւ ծավալով եւ ես առնվազն այս անգամ ինքս ներքուստ վստահ եմ եւ նաեւ ձեզ եմ ուզում վստահեցնել, որ քրեա օլիգարխիայի արմատախիլ արվելը եւ հաջորդ հերթական բնականon համապետական ընտրություններին ընթരാճ իրենց կենսունակությունը զրոյացնելը լինելու է մեր քաղաքական ուժի արտաքին քաղաքական խաղաղության օրակարգի եւ իրական Հայաստան կառուցելու օրակարգերից հետո առաջին հարցը։ Քրեա օլիգարխիան այլևս չպետք է որևէ կերպ փորձի վախացնելով, ուղղորդելով, կաշառելով ներազդելու քաղաքական կյանքին ու լեգիտիմ իշխանություն ձևավորելու մեր ժողովրդի հիմնարար իրավունքներին։ Ինչ է կանելու։ Օրենքի եւ իրավունքի գերակայության ողջ գործիքակազմը թափվելու է նրանց գլխին։ Իսկ որ դուք ասում եք, որ երկաթե մուրճը եւ մանդատը տրվեց մեր ժողովուրդը, մի մոռացեք, որ պողպատ է։ Հա, պողպատ է։ Մետաղները ճիշտ ասենք։ Դե պողպատի հիմքում երկաթն ամեն դեպքում ֆերումն է։ Մենք 5 տարվա մեջ ավելի քան 6 միլիարդ ամերիկյան դոլարի ֆինանսական եւ կապիտալ վերադարձ ենք կատարել պետությանը ամենակարևոր ամենացցուն օրինակը նորանկախ պատմության մեջ մեր երկրի առաջին անգամ տասնամյակներ առաջ պետությունից ու մեր ժողովրդից խլվածը օրենքի եւ իրավունքի տարին համապատասխան շուրջ 11 ամիս արդեն
բոլոր ինստանցիաներում իրավական ճանապարհով հաղթանակներ արձանագրելով ու ամրագրելով վերադարձնում մեր ժողովրդին։ Քաղաքականությունը մնում է ամեն դեպքում պետական կառավարման մարմինների, պետական ինստիտուտների կենսունակության ցայտուն ցուցիչը եւ մեր պետության նաեւ պետականության ավելի ճիշտ այս դեպքում դիմակայունության վերականգնման լավագույն օրինակն է։ Բայց քաղաքական դաշտում մնում է ապօրինի կապիտալ եւ դրա դրսևորումները մենք տեսանք։ Այդքան փողի համաձայն եմ։ Դա խնդիրը որ պետք է լուծենք։ Չէ, բայց 5 տարվա մեջ հնարավոր չէր, ես կարծում եմ այդքանը միանգամից։ Բայց 8 տարվա մեջ դուք տեսեք ինչքան կատակլիզմներ պատահեցին մեր երկրին, մեր ժողովրդին, ինչքան վերիվարումներ ունեցանք, ինչքան աշխարհակաղակական այդ թվում նաև որոշակի խաչմերուկներում մենք այսպես ասած հայտնվեցինք եւ դիմագրավեցինք, թեպետ նաեւ ցավով եմ նշում, ունեցանք նաեւ անդառնալի կորուստներ։ Ինչու է ստվում, որ 2031 թվականի հունվարին գալու եք ասեք, որ մեզ ձայն տվեք, որ քրեաօլիգարխիան այսպես վերջնականապես արմատախիլ արվի, պարոն Պետրոսյան։ Եթե քրեաօլիգարխիան, այսպես ասեմ, եթե քրեաօլիգարխիայի այսպես ասած կենսունակությունը լինի այն մակարդակում, ինչ մակարդակում ունենք այսօր, ես մեր 5 տարվա գործունեությունը անարդյունավետ կհամարեմ։ Դե անձնական կարծիքն է, որպես նաև ԿՊ վարչության անդամ կարող եք դա արձանագրել։ Ես հիշում եմ, գիտեք, չէ՞, այսպեսի հայտ։ 5 տարի տոք խոսում։ Տեսեք, պարոն Պետրոսյան, լավ, դուք հիշատակեցիք, որ տարբեր երկրների առաջնորդներ, հատկապես Եվրոպական միության, եվրոպական երկրներ, հարևան երկրներ, Իրան, Վրաստան, բարեկամ երկրներ, հա, Միացյալ Նահանգների պետքարտուղարը, շնորհավորեցին, բայց մենք տեսնում ենք հապաղում Ռուսաստանի Դաշնությունից ավելին Զախարովան հայտարարում է, թե ԿԸ-ի հրապարակած արդյունքներով ԿՊ-ն չի ստացել իշխանության մենաշնորհ, ավելի նախորդ ընտրական ցիկլի համեմատ աջակցությունը զգալիորեն նվազել է, իհարկե այստեղ սուտ է ասում, նշել է, թե ընտրությունները ընդդիմության վրա նախադեպ ճնշման եւ արևմուտքի առաջին հերթին ԵՄ-ի միջամտության պայմաններում են, անցելիս Պեսկովը ասում է կսպասենք վերջնական արդյունքներին, բայց արձանագրում ենք բազմաթիվ ընտրախախտումների մասին հաղորդումներ, ինչպես եք մեկնաբանում։ Ինձ թվում է մեր ընդդիմադիր դաշտում հենց ընտրությունների առաջին արդյունքները արդեն սկսվել են քաղաքական կուսակցությունների շտաբներ արդեն հասցվել, միջև կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նույնիսկ առաջին տվյալը լինելը, արդեն բրիլյանտե ձեռքի մի դասական ֆիլմ կա խորհրդային շրջանից, Շեֆ Վսյո Պրապալը մեսիջներ են գնացել արդեն հյուսային մեր ռազմավարական դաշնակցի ուրեմն համակարգման կենտրոններ եւ դրանով է պայմանավորված այս հապաղումը եւ իմ գնահատականն այն է պարզապես մենք ինքներս գիտենք որ այն բոլոր երեք ուժերը որոնք որ իշխանության հայտ են ներկայացրել Հայաստանում ուղղակի կամ անուղղակի իրացնում էին ռուսական ուղղվածության, հակվածության, քաղաքական, արտաքին քաղաքական վեկտորը եւ այդ վեկտորում հիմա տոտալ պրավալ է արձանագրվել եւ ահա այդ պատճառով է որ մեր դաշնակից պետության եւ մի քանի նաեւ աշխարհական բլոկում միևնույն մասը կազմող երկրի բարձր ղեկավարությունը դեռևս լուռ է, դեռևս չի պատկերացնում թե ինչ է տեղի ունեցել եւ ինչպես արձագանքի, որ մի կողմից այսպես ասած չմատնի յուրայիններին եւ վատ վիճակում չդնի, որովհետեւ հենց այն պահին, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը կամ բարձրաստիճան որը մեկը շնորհավորի վարչապետին եւ մեր թիմին, այդ պահին իրենց ջանքը իզուրը եւ բոյկոտ արդեն դիմաց չեն ունենա եւ կարծում եմ պարզապես դեռ վերլուծում են կամ վերադիրքավորվում են այդ թվում նաեւ կախված Բարգավաճ Հայաստանի բողոքարկման այս գործընթացի արդյունքից։ Եվ երկրորդիվ մի կողմից դուք մատնանշում եք ԱՄՆ-ի Մարկո Ռուբիոյին, պետքարտուղար, մի կողմից Զախարովային։ Դե հիմա դրանք են ունեցածները, պարոն։ Զախարովի հայտարարությունը չեմ արձագանքում, նա պաշտոն է։ Առաջին պլանում բերում են, նրան ենք ցիտում։ Հիմա կարող է եկուցել Պուտինն է գալիս առաջին պլան, ջերմ շնորհավորելով կտեսնենք։ Ես վստահ եմ, որ շնորհել է վարչապետին եւ վարչապետն ինքն էլ ասել գուցե պետական այցով, գուցե աշխատանքային այցով անպայմանորեն մեկնելու է Մոսկվա եւ այդ շնորհանքը նաեւ տեղում է ստանալու եւ մենք շարունակելու ենք աշխատել նույն տնտեսական բլոկում, աշխատելու ենք նաեւ այն միջազգային պայմանագրերի շրջանակներում, որոնք այս պահին ակտուալ են, որոնք այս պահին գործողության մեջ են եւ բխում են Հայաստանի Հանրապետության շահից, փող լրացնելով նաեւ Ռուսաստանի Դաշնության շահը։ Մենք արժանապատիվ փոխադարձության սկզբունքի վրա հիմնված հարաբերությունների կողմնակիցն ենք աշխարհի բոլոր մայրաքաղաքների հետ։
ինչը մերժում են ընդդիմադիր որոշ ուժեր եւ մեզ ցանկանում են հետ քաշել մի իրավիճակ, որտեղ մեր կարծիքը չեն հարցնում, որտեղ մեր մասին բանակցում են առանց մեզ հետ նույնիսկ խոսելու եւ որտեղ մենք ընդհանրապես միջազգային քաղաքական օրակարգի օբյեկտ էինք։ Այսօր արդեն մենք միջազգային քաղաքականության սուբյեկտ ենք եւ այս սուբյեկտայնության ամրապնդման ուղղված ջանքը մենք 5 տարում լիարժեքորեն իրացնելու ենք 31 թվականն ավելի մեծ քվե ակնկալելով մեր արժանապատիվ քաղաքացիություն։ Պարոն Պետրոսյան, Ռուսաստանից առկա են ոչ միայն սահմանափակումներ Հայաստանից արտահանվող ապրանքների վրա, այլև կան պնդումներ, որ կարող է չեղարկվել հայ-ռուսական գազային պայմանագիրը։ Ինչ է լինելու, եթե թանկացվեն էներգակիրների գները, դա ոնց կազդի նույն հեծի աշխատանքի վրա, որովհետև գազը ինչ որ ծավալով նպաստում է էլեկտրաէներգիայի ստացմանը եւ եթե թանկանա գազը էլեկտրաէներգիայի վրա տեսականորեն կարող է ազդել սպառողների վրա, ինչ ազդեցություն կարող է ունենալ, ինչ է սպասվում այստեղ։ Ես ձեր հարցին քաղաքական գնահատականներով կպատասխանեմ, որտեղ ինքս նաև այդ տնտեսագիտական հաշվարկների մեջ չեմ մտել ու չեմ մտնի, բայց մի բան կարող եմ ասել։ Այն սպառնալիքները, որոնք մինչև ընտրություններ հնչեցվում էին տնտեսական այդ պատժամիջոցների կամ հնարավոր հետևանքների մասով, իրենց արդյունքը չտվեցին եւ մեր միջին վիճակագրական ընտրող ամեն դեպքում խաղաղությունը, արտաքին բալանսավորված արժանապատիվ հարաբերությունները եւ իրական Հայաստան կառուցելու տեսլականը շատ ավելի բարձր ու վերդասեց, քան գազային մրցապայքարի մեջ հնարավոր խնդիրներ ունենալը։ Ավելին ասեմ, զուգահեռաբար նաև մեզ համար նոր շուկա է բացվում, կարծես թե եւ վերջին օրի նաև հայտարարություններ տեսա պաշտոնական, որ օրինակ Հոլանդիայում հայկական մեր տնտեսության մեջ վարդերի բավական մեծ ծաղիկների արտահանման մեծ սեգմենտ ուրեմն ունեցող այդ ոլորտում որոշակի պատուհան է բացվել։ Եվ դա տնտեսության դիվերսիֆիկացման լավագույն օրինակներ։ Պիտի դիվերսիֆիկացվենք, մենք պիտի դադարենք այլևս էներգակիրներից կամ էներգետիկ անվտանգությունից կախելու մեր պետության եւ ժողովրդի ֆիզիկական այդ թվում անվտանգությունն ու մեր ինքնիշխանությունը ընդհանրական իմաստով։ Որպես քաղաքական գնահատական ճիշտ եք, բայց կա իրավունք։ Որպես էներգետիկ ռազմավարական ընկերություն ժամանակավոր կառավարող անձ, ես կարող եմ ասել, որ մեր էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում նաեւ արևային էներգետիկայի ոլորտում ունեցած զարգացման տեմպերն ու ահռելի պոտենցիալ, այդ թվում նաեւ վերջին շաբաթներին կառավարությունում արևային էներգետիկայի ոլորտում օգտագործվող կուտակիչների այդ ուրեմն գործիքակազմերի այդ ոլորտում նաև ազգային քաղաքականություն մշակելու եւ 6 ամսյա ժամկետում նաև իրավակարգավորումներ եւ ենթահորիզոնական ակտեր մշակելու մեկնարկը տրվեց եւ ահա բոլոր այդ համատեքստերում այդ հարևան պետությունների հետ մեր էներգետիկ համակարգը ենթակառուցվածքները ինտեգրելու, այդ թվում նաև նոր մոդուլային ատոմակայանի կառուցման մասով տարված աշխատանքը ինձ այլևս հույս չէ, այլ վստահություն են ներշնչում, որ մենք կարողանալու ենք նաև պատվով դիմագրավելու էներգետիկ սպառնալիքներով պայմանավորված այդ մարտահրավերները եւ ռիսկերը կառավարիլ դարձելուց հետո նաև դրանք լիովին չեզոքացնելու։ Այդպիսի օրինակներ հետխորհրդային երկրներում բազմաթիվ են եւ Հայաստանը բացառություն չի այդտեղ։ Կարևորը դարձյալ վերադառնամ այսօր խաղաղության օրակարգով պայմանավորված մեր աշխարհաքաղաքական թևերը բացվել են եւ մենք կարողանում ենք արդեն ուղիղ հարաբերություններ ունենալով աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների, այդ թվում նաև էներգետիկ կարողությունների եւ էներգետիկ կորպորացիաներ ունեցող առաջադեմ, այդ թվում եվրոպական երկրների հետ մեր փոխադարձ շահի վրա խարսխված հարաբերությունների բերմամբ լավագույնս բալանսավորելու մեր էներգետիկ կախվածությունն ու ձեռք բերելու լրացիչ էներգետիկ անվտանգության բուֆերներ։ Դրա օրինակը հեծի պետականացումն է եւ հետագայում 100% պետական հեծով նաեւ մեր էներգետիկ ենթակառուցվածքները ապահովագրելու հնարավոր արտաքին միջամտություններից ազգային անվտանգության, պետական անվտանգության, հանրային կարգին հնարավոր ուղղված մարտահրավերներին լավագույնս դիմագրավելու եւ չեզոքացնելու։ Կարապետյանները մերժեցին պետության առաջարկը հեծի գնման շուրջ առաջարկվող գինը 23.3 միլիարդ
6.3 միլիոն դոլար, բայց դա մի պայմաններ ներառում, որ Կարապետյանն վերադարձնեն 23 միլիարդ 158 միլիոն դրամի չափով վերջին տարիների շահաբաժինները, արդյունքում կկազմեր 380,000 դոլար, ասում են 1 միլիարդ պետք է տրվի, ինչ է սպասվում հեծին եւ այս պատմությունը ինչ ավարտ կունենա, ինչ ընթացքի մեջ է։ Պատմության ավարտը միանշանակորեն լինելու է հեծի ամբողջական պետականացումը եւ ազգայնացումը ինքնին, իսկ այս պահին մենք գտնվում ենք արդեն, այսպես ասած, պետականացման գործընթացի հանգուցալուծման փուլում, մայիսի 25-ին լրացավային ժամկետը, որը վարչական դատարանն էր նաև սահմանել, ապահովման միջոց կիրառելով, ըստ որի սեփականատերը պետք է պատասխանեին կառավարության առաջարկին, տեղի ունենար բանակցություններ, գործարք եւ կառավարության առաջարկած գնով օտարվեր բաժնետոմսերը 100%-ով։ Բայց քանի որ գործարք տեղի չունեցավ եւ սեփականատերի կողմից նախաձեռնողականություն որպես այդպեսին չդիտվեց, թեպետ որոշակի գրագրություն կա, կարող եմ ձեզ ասել, որը հանրությանը հայտնի չէ, բայց արձանագրենք, որ գործարք տեղի չունեցավ եւ մայիսի 25-ից սկսած արդեն կառավարությունը իր համապատասխան գերատեսչություններով աշխատում է հեծի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացի մեկնարկային կառավարության որոշման նախագծի վրա։ Շաբաթների ընթացքում կառավարությունը արդեն որոշման ձևաչափում կընդունի հանրության գերակա շահ ճանաչելու այդ բեկումնային որոշումը եւ որտեղ սահմանված կլինեն արդեն հետագա քայլերը միտված վերջնական պետականացմանը։ Սահմանված կլինի ուրեմն ընթացակարգերը, որով պետք է ռեզիդենտ ընկերության լիցենզավորված անձի կողմից գնահատվի ընկերության բաժնետոմսերը։ Գնահատումից հետո արդեն օրենքով սահմանված ընթացակարգերով գնահատված արժեքի եւ 15%-ի նաեւ հավելյալ գնով փոխհատուցում տեղի կունենա սեփականատերերին եւ գործընթացը կավարտվի պետական ռեգիստրի գործակալությունում հեծի 100% բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության անունով գրանցելով։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն պետական գրանցումը ստանալուց հետո կդիմի հանրային կարգավորող հանձնաժողովի բաշխման լիցենզիա վերականգնելու կամ ստանալու նոր լիցենզիա բաշխման, որը որ հետազրկվել էր դեռևս անցյալ տարվա նոյեմբերի 18-ին։ Իսկ դատական process-ները չեն խանգարում միջազգային։ Դատական process-ները ինքնին գնում են իրենց հունով, այս գործընթացին ոչով չեն խանգարում եւ եթե նկատել եք գործընթացը ի սկզբանե նախատեսում էր վարույթը մոտ 3 օրենքով 3+1 ամիս 4 ամիս, եւս 3 ամիս օրենքով սահմանված բանակցությունները, որից հետո շաբաթների ընթացքում պետականացումը։ Բայց ընթացքում, քանի որ նաեւ ինստիտուցիոնալ ինչ-որ խնդիր առաջ եկան, այդ թվում նաեւ սեփականատերի ներկայացուցիչները, փաստաբանական խմբերը, տարբեր ատյաններ, տարբեր դատարաններ, տարբեր հայցերով դիմեցին, մենք բոլոր իրավական գործընթացները լավագույնս վերլուծել ենք։ Բոլոր ընթացակարգերը սահմանադրական սեփականության երաշխիքների եւ էներգետիկայի մասին օրենքի, փակ բաժնետարական ընկերությունների մասին օրենքի, լիցենզավորված անձի մասին, հանրային ծառայությունը կարգավորող մարմնի մասին օրենքների տառով գործընթացը պատվով առաջ ենք մղում, որովհետեւ նաեւ վերջի վերջո նաեւ միջազգային արբիտրաժային դատարանում կա վարույթ եւ մենք գործընթացը պատվով կատարելուց կյանքի կոչելուց հետո բոլոր դեպքերում նաեւ պիտի արբիտրաժում Հայաստանի Հանրության շահը ներկայացնենք եւ ահա մենք այսօրվա մեր գործողությունները նաեւ պայմանավորում ենք այդ անխուսափելի նաեւ այսպես ասած հանգրվանով, որ Հայաստանի Հանրության շահը լավագույնս պաշտպանված լինի նաեւ միջազգային արբիտրաժում եւ այս բոլոր գործողությունները պատշաճ նաեւ փաստաթղթավորում, փաստագրվում եւ ներկայացվում են արբիտրաժային դատարան։ Դրա համար նաեւ ձգձգվեց որոշակիորեն, բայց ինքնին գործընթացը անշեղորեն գնում է պետականացման եւ այդտեղ Հայաստանի Հանրապետությունը միանշանակորեն հաղթող դերում է լինելու։ Չի կարա քրե օլիգարխիան հաղթի իմպետությանը։ Ոչ մի հարցում։ Ավարտելով Արթուր Օսիպյանը 23 օր հացադուլի մեջ է, նա գործիչ է, ով կալանավորվել է վարչապետի հետ այդ հայտնի միջադեպից հետո, ձեզ օրինակ
հասկանում եմ, որ դուք դատավոր չեք, դատախազ չեք, բայց քաղաքական թիմի անդամ եք, չի մտահոգում այս իրավիճակը։ Գիտենք նաև, որ տարբեր գործիչներ հասարակական երաշխավորություն են տվել, որ փոխվի խափանման միջոցը, անձամբ դուք կարիք չեք տեսնում այս իրավիճակի հանգուցալուծման խափանման միջոցը փոխելու միջոցը։ Ես ցավում եմ այդ վիճակը, որ հասունացել է, բայց նաև Օսիպյանի այդ հանրային հայտարարությունները, գրառումներն եմ տեսել, որտեղ ուղիղ բռնության կոչ անում հանրապետության ղեկավարի անձի, այդ թվում նաև ֆիզիկական հաշվեհարդարի տեսքով, եւ այդ բռնության կոչի արձագանք իրավապահներին ես իրավաչափ եմ համարում, բայց նաև մեծապես ուզում նշել, ցավում եմ, որ շուրջ 20 օր հացադուլի մեջ է անձը եւ ցավում եմ նաև այն իրավիճակը, որ հասունացել է տվել անձի շուրջ, այդ թվում նաև քաղաքասարակության շրջանակներում։ Ես հուսով եմ խնդիրը կհանգուցալուծվի շուտով։ Չէ՞ որ վարչապետն էլ կոշտ բառապաշար օգտագործում էր սատկացնել եւ այլն։ Ես այդ մասով չեմ ուզում քաղաքական հայտարարություններին արձագանքելը եւ քաղաքական համատեքստում հայտարարություններ անելը այլ է, բայց ուղիղ սպառնալիք հնչեցնելը կոնկրետ անձի, այդ թվում նաև հատուկ պետական պահպանության տակ գտնվող երկրի թիվ 1 ինստիտուտի ու սուբյեկտի այլ է, դրանք համարժեք չեն իրար, արգելի է։ Շնորհակալություն, հուսանք հանձնարարողի պատմությունը չի կրկնվի, պարոն Պետրոսյան։ Ես մեծապես հույս ունեմ։ Շնորհակալություն, Factor TV-ում հյուրընկալել էինք Ռոմանոս Պետրոսյանին։